Հարգելի հետևորդներ, ինչպես եւ խոստացել էի, այսուհետ յուրաքանչյուր աշխատանքային օր ես կանրադառնամ որևէ առանցքային գլխավոր թեմայի, խնդրի շուրջ ներկայացնելով ինչպես վերլուծություն, այնպես էլ իմ եւ քաղաքական թիմի դիրքորոշումները։ Եվ այսպես այսօր խոսելու ենք մի իրադարձության մասին, որը եղել է մեր ուշադրության կենտրոնում նախորդ շաբաթներին եւ ամիսներին ևս։ Եվրամիությունը Հայաստանի իշխանության խնդրանքով պատրաստվում է Երևան ուղարկել արագ արձագանքման խումբ։ Կայա Կալասը, ով Եվրամիության դիվանագիտության ղեկավարն է, ասել է, որ Եվրոպան չի թողնի Հայաստանին միայնակ արտաքին միջամտության դեմ պայքարում։ Սա մաքուր դեմագոգիա է։ Այսինքն մի պարադոքսալ իրավիճակ է ստեղծվում։ Պատկերացրեք, Հայաստանի իշխանությունը Եվրամիությանը ասել է կամ միասին եվրոբյուրոկրատիայի հետ պայմանավորվել են, որ իբրև թե Հայաստանին սպառնում է արտաքին միջամտություն, որի համար Եվրամիությունը իբրև թե արտաքին աջակցություն պետք է ցուցաբերի Հայաստանին։ Ստացվում է մի արտաքին միջամտության դեմ պայքարի համար Հայաստանի իշխանությունը դուռ է բացում մեկ այլ արտաքին միջամտության համար։ Սա իսկապես պարադոքս է, թերևս համաշխարհային պատմության մեջ չլսված մի բան։ Իրականում, սիրելի հայրենակիցներ, ինչպես քանիցս ես ասել եմ, փորձ է արվում Հայաստանում կիրառել այսպես կոչված ռումինական կամ մոլդովական սցենարը։ Մոտավորապես կարճ նկարագրեմ այս սցենարի էությունը։ Եվրամիության բյուրոկրատիան որոշում է հետխորհրդային այս կամ այն երկրում կամ Արևելյան Եվրոպայի որևէ երկրում իր սատելիտ իշխանությանը պաշտպանել գործողությունների մի համակարգով, որը ոչ թե տեխնիկական աջակցություն է ենթադրում, այլ ներգրավում եւ միջամտություն որևէ երկրի սուվերեն գործերին։ Եվրամիության բյուրոկրատիային բացարձակապես չի հետաքրքրում, թե ինչպիսի որակ կունենան Մոլդովայի, Հայաստանի կամ Ռումինիայի ընտրությունները։ Նրանց հետաքրքրում է բոլոր հնարավոր մեթոդներով, այդ թվում ռեպրեսիվ, հակադեմոկրատական մեթոդներով վերարտադրել իրենց համար սատելիտ իշխանության վերարտադրությունը։ Հիմա Մոլդովայում մենք տեսանք ինչպես կիրառեցին դա։ Ֆիլտրեցին քաղաքական ընդդիմադիր մի շարք ուժերի, պատճառաբանելով, թե նրանք ռուսական ազդեցության տակ են, ընդ որում կամայական որևէ էական բացատրություն, դիտորդական առաքելությունների գործունեությունը, ուրեմն խոչընդոտեցին, միայն թե Սանդոյի իշխանությունը վերարտադրվի։ Ռումինիայում ավելի կոշտ մեթոդներով պայքարեցին ընդդիմության դեմ։ Թեկնածուներից մեկը առաջի փուլում հաղթանակ էր տարել եւ շատ մեծ շանսեր ուներ երկրորդ փուլում հաղթելու Ջորջեսկուն։ Սահմանադրական դատարանը որոշեց առաջի փուլի արդյունքները անվավեր ճանաչել, Ջորջեսկուին դուրս թողնել ընտրապայքարից, իբրև թե նրա համար, որ հետախուզությունից տվյալներ են ստացել, որոնք իբրև թե հավաստում են, որ Ջորջեսկուն ռուսական ազդեցության ներքո է։ Այսպիսով ընտրական ցիկլը չեղարկեցին, նոր ընտրություններ նշանակեցին, իրենց ձեռնտու թեկնածուն հաղթեց, հետո նոր միայն պիտի պարզվեր, որ ոչ մի ռուսական միջամտություն էլ տեղի չի ունեցել։ Հիմա այս նույն մոդելը որոշել են կիրառել Հայաստանում։ Եվրամիությունը արդեն, ինչպես նշեցի, ինչ-որ խումբ է արագ արձագանքման խումբ Հայաստան ուղարկում։ Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունը մի անիմաստ ու դատարկ հայտարարություն է ուղարկել, հրապարակել այն մասին, թե իբր երկրներից մեկում Հայաստանի քաղաքացիներին ստիպում են կամ կաշառում են, որպեսզի Հայաստանի քաղաքացիները ընտրությունների օրը գան Հայաստան եւ աջակցեն ընդդիմադիր ուժերին։ Դանիել Հովհաննիսյանը գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացնում արդեն ավելի կոնկրետ ճակերտների մեջ փաստերով, իբրև թե այն մասին, որ Ռուսաստանի անվտանգային դաշնային ծառայությունը 100,000 ռուբլիով հայաստանցի ընտրողների է կաշառում,
Ռուսաստանում, որպեսզի նրանք միջամտեն Հայաստանի ընտրական գործընթացին եւ այլն եւ այլն։ Այսինքն նախադրյալներ են ստեղծվում, որպեսզի իշխանությունների համար անցանկալի ընտրական համատեքստի պարագայում կարողանան ֆիլտրումներ անել, ասենք քաղաքական որոշ ուժերի գրանցում չեղյալ հայտարարեն, հետո հայտարարեն, որ նրանք ռուսական ազդեցությամբ են գործում կամ ռուսական միջամտություն կա նրանց գործունեությանը, դիտորդների գործունեությունը սահմանափակող օրենսդրական նախաձեռնություն արդեն ընդունել են, երեկ էլ մենք տեսանք, որ փորձում են շինծուկ հրեական գործ հարուցել հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի դեմ, այսինքն այս բոլոր երևույթները մենք Մոլդովայում տեսել ենք։ Ինչ, արդյոք այս երևույթները հանգեցրել են նրան, որ Մոլդովայում ունենանք դեմոկրատական ընտրություններ։ Իհարկե ոչ։ Այս միջամտությունների հետևանքով Մոլդովայում միայն մեծացել է ներքին բևեռացումը, որտեղ հասարակության մի մասը հստակ նկատել է, որ իրենց իշխանության, Մոլդովայի իշխանության ձևավորման հարցում վճռորոշ է եղել ոչ թե իրենց քվեն կամ կարծիքը, այլ եվրոբյուրոկրատիայի միջամտությունը եւ վերջապես նման միջամտություններով Եվրոպայի կամ Հայաստանի իշխանության նման վարքագծով աշխարհաքաղաքական մրցակցության բաղադրիչ է մտնում Հայաստանի ընտրական գործընթացում։ Այսինքն, սա դառնում է ոչ թե ընտրություն, որտեղ Հայաստանի հասարակությունը երկրի զարգացման տարբեր տեսլականների միջև ընտրություն է կատարում, սա դառնում է ընտրություն, որտեղ Հայաստանը կամ Հայաստանի հասարակությունը իրենց քվեով ձևավորում են իշխանություն, այլ Հայաստանի ընտրական գործընթացը դառնում է մի միջավայր, որտեղ բախվելու են աշխարհաքաղաքական շահեր։ Սա շատ վտանգավոր իրավիճակ է Հայաստանի համար եւ դրա համար եմ ես պնդում, որ Եվրամիության կողմից ուղարկվող այս խումբը, որը կոչվում է արագ արձագանքման խումբ, իրականում եվրոբյուրոկրատիայի համար ցանկալի պատկեր ունեցող ընտրությունների համար է գործողվել Հայաստան։ Իդեպ, Հայաստանի իշխանության թեթև ձեռքով Հայաստանի ընտրական գործընթացին միջամտում են բազմաթիվ այլ երկրներ նույնպես։ Օրինակ, Նիկոլ Փաշինյանը հելու հունազանդ կատարում է Բաքվի իշխանության թելադրանքը, ակնհայտորեն Հայաստանի այս ընտրությունները կամ այս ընտրական գործընթացի համար արհեստականորեն առաջ է քաշել պատերազմ թե խաղաղություն, արհեստական դիլեման, ինչի միջոցով Բաքվին մասնակից է դարձրել Հայաստանի ընտրական գործընթացին, կամ Նիկոլ Փաշինյանը նույն Եվրոպական խորհրդարանի ամբիոնից պատերազմի կուսակցություն է ներկայացրել ամբողջ Հայաստանի ընդդիմությանը, ինչը ենթադրում է, որ նույն Բաքվում ռևանշի դրսևորում են համարելու ցանկացած ընդդիմադիր ուժի հաղթանակ։ Ոչինչ որ Հայաստանի ընդդիմադիր ուժերից եւ որևէ մեկը չունի խոսույթ օրակարգ, որը պատերազմի վերսկսման ռիսկեր պարունակի։ Հայաստանի ընդդիմադիր ուժերը նույնիսկ արցախցիների վերադարձի հարց չեն բարձրացնում կամ իրենց օրակարգերում չեն ներառում, հստակ հասկանալով, որ այս պահին դա անիրական է։ Մյուսը, մենք գիտենք, որ 2-3 ամիս առաջ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը գրեթե բաց տեքստով աջակցեց Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսի երևանյան այցից մեր հասարակության մեջ միայն այդ տպավորությունն է մնացել, կոնկրետ որևէ ծրագիր չկար, բայց բոլորը հիշում են այն, որ Վենսը ըստ էության ստվեր նետելով հայ-ամերիկյան հարաբերությունների վրա, ըստ էության կասկածի տակ դնելով Հայաստանի ինքնիշխանությունը, բացահայտորեն ասեց, որ աջակցելու է կամ իրենք ցանկանում են Հայաստանի պաշտոնում տեսնել Նիկոլ Փաշինյանին։
Այսպիսով, սիրելի հայրենակիցներ, ամեն օր Հայաստանի ինքնիշխանությունից խոսող Հայաստանի իշխանությունները այնքան են իջեցրել ինքնիշխանության նշաձողը, այնքան են մսխել Հայաստանի սուբյեկտությունը, որ Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենում ըստ էության արտաքին կառավարման ներքո, եւ եթե այս տրամաբանությունը շարունակվի, խիստ հարաբերական եւ պայմանական կդառնան խոսակցությունները Հայաստանի ինքնիշխանության մասին, որտեղ կստացվի, որ ֆորմալիզացվում է Հայաստանում կոլաբորանտ իշխանության գոյությունը։ Սրան հակադրվելու միակ ձևն այն է, սիրելի հայրենակիցներ, որ մենք շատ ակտիվ մասնակցենք առաջիկա ընտրություններին, որովհետև եվրոբյուրոկրատների կամ Ալիևի ցանկությունները իդերև կլինեն ու Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի վերարտադրվի, եթե շատ ակտիվ մասնակցությամբ դիցուք 1.300.000-ը գերազանցող ընտրողներ մասնակցեն ընտրություններին եւ որոշիչ դառնա Հայաստանի հասարակության հավաքական կամքը։ Ինչքան շատ լինի ընտրողների մասնակցությունը, այնքան էլեկտորալ կառուցվածքում թույլ կլինի վարչական ռեսուրսով իշխանության համար տեղամաս բերված ընտրողների տեսակարար կշիռը եւ անխուսափելի կլինի Նիկոլ Փաշինյանի պարտությունը։ Ուզում եմ ասել, սիրելի հայրենակիցներ, գուցե շատ անցանկալի է, որ միջազգային տարբեր դերակատարներ արհամարհելով Հայաստանի ինքնիշխանությունը դիրքավորվել են որպես Նիկոլ Փաշինյանի պաշտպաններ, այսպիսով արհամարհելով մեր հանրության դիրքորոշումը կամ կարծիքը, բայց ինչ էլ մենք լսենք տարբեր մայրաքաղաքներից, հստակ մի գիտակցում պետք է գերիշխող լինի, որ Հայաստանի ճակատագիրը որոշում է Հայաստանի ժողովուրդը, կա հրաշալի առիթ, դա հունիսի 7-ն է։ Կամ մենք այդ օրը մեր հավաքական քվեարկությամբ այո ենք ասում Հայաստանի ինքնիշխանությանը երկրում ազդակ տալով որակապես նոր փոփոխությունների, կամ ընտրում ենք այս կոլաբորանտ իշխանությանը կասկածի տակ դնելով Հայաստանի ինքնիշխանությունը։